Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերող փաստաթղթերը։ Հասցրել եք ծանոթանալ։ Այո, ամբողջ ծավալով չեմ հասցրել, բայց զուտ ծաղկական կարել եմ գրեթե բոլոր փաստաթղթերը, պետք է արձանագրել պարոն Մնացականյան, որ այնտեղ նորություններ նոր բանի հանդիպել եք, թե այո, Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին դա էր, թե չէ մնացած առումներով գրեթե բոլոր հրապարակել են տարբեր ձևաչափերով, տարբեր ֆորմատներով, բովանդակային առումով նորություն չկար, ձևի առումով որոշակիորեն օգոստոսի 5-ին, եթե չեմ սխալվում, 2016 թվականի Սերժ Սարգսյանի նամակն է ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այնտեղ Կրակովյան կարծեմ մի փաստաթուղթ կա, դա է բավականին յուրովի հետաքրքիր 2018 թվականի հունվար ամսին ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունն է, ընդ որում գրեթե բոլոր փաթեթերին դա ես ԵՀԿ ձևավորման փուլից սկսած մինչև Արցախի հակամարտության կարգավորման բոլոր փաթեթերին, ընդհանուր փուլային փաթեթային այդ տարբերակներին ամբողջովին ծանոթ ենք եղել մադրիդյան սկզբունքներին 2016 թվականի Լավրովյան պլանին 2019 թվականի այդ աղմուկ հանած կամ այդ 19 թվականին հրապարակված կամ առաջարկված գաղափարի շուրջ առաջացած այդ աժոտաժը գեհիշեք նախկին նախագահները, որոնք հորդորում էին, պահանջում էին Նիկոլ Փաշինյանից հրապարակել դա, ըստ էության, եթե շատ ամփոփ ասեմ, ինձ գիտեք, լրիվ ուրիշ ենթատեքստն է հետաքրքրում, պարոն Մնացականյան, ինչու են շահագրգռված Հայաստանի նախկին ղեկավարները եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը պահել այդ օրակարգը, որովհետեւ լավ, ասենք թե հրապարակվեց եւ ասենք թե մի 10 օր էլ Հայաստանի հասարակությունը կամ քաղաքագիտական շրջանակները խոսեցին։ Դա այսպես ասած մեր ժողովրդական լեզվով ասած ում է պետք զատկից հետո կարմիր ձուն կամ ինչ պետք է քննարկվի, եթե օբյեկտը կարգավորման առարկան այլևս գոյություն չունի։ Քննարկվի, երևի քննարկման նպատակն էլ կլինի բացահայտումը, թե ով է ամենակոպիտ սխալը թույլ տվել։ Ես ժամանակին 4 տարի առաջ ասել եմ Հայաստանում կա 4 ճշմարտություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ճշմարտություն, Ռոբերտ Քոչարյանի ճշմարտություն, Սերժ Սարգսյանի ճշմարտություն եւ Նիկոլ Փաշինյանի ճշմարտություն։ Երբ որ դրանցից յուրաքանչյուրին լսում ես, կարծեք թե մենք գործ ունենք անխոցելի վարած քաղաքականության հետ, բայց երբ որ մենք համադրում ենք դրանք եւ բերում ենք այսօրվա իրականության համատեքստում ենք գնահատում, տեսնում ենք, որ յուրաքանչյուրի վարած քաղաքականությունը բերել է հասցրել է այս ամբողջ կուլմինացիան։ Ի վերջո ինչն է կարմիր թելի նման անցնում։ Կարգավորման որևէ սխեմայում, ծրագրում, առաջարկությունում բացակայել է Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչման գաղափարը։ Այսինքն որևէ կարգավորման փաթեթում դուք չեք տեսնի համաձայն եմ, բայց եղել է տարբերակ, երբ կարելի էր խուսափել հայաթափումից Արցախի։ Ցանկացած պարագայում հնարավոր կլիներ այդ առումով, եթե գնար, տեսեք, երբ էր ամենահավանական շրջանը։ Դա ապրիլյանից առաջ, հետո ապրիլյան լավագույն շրջանը դա կլիներ մինչև Հեյդար Ալիևի իշխանության ժամանակահատվածը։ Հեյդար Ալիև, այսինքն երբ որ Հայաստանը կամ հայկական կողմը առերևույթ հաղթանակած կողմ էր, Ադրբեջանը ծնկած վիճակում էր, Հեյդար Ալիևի մահվանից հետո, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, պարոն Մնացականյան, ես ամբողջովին ուսումնասիրել եմ նրա վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ռազմաքաղաքական քաղաքականությունը։ Նա այն նախագահն էր, որ նախագահ ընտրվելուց հետո նրա առաջին հրամանագրերից մեկը ռազմաարդյունաբերական նախարարություն ստեղծելն է եղել եւ Ադրբեջանի ամբողջ ներուժը ռազմաարդյունաբերական հիմքի վրա դնելն է եղել։ Այսինքն ինքը ի սկզբանե իր առաջ ռազմավարական խնդիր է դրել։ Մենք էլ գիտեինք այդ։ Մենք ոչ միայն գիտեինք, մենք ուսումնասիրություններ ենք կատարել, մենք ասելով մենք նկատի ունեմ Հայաստանի համապատասխան ինստիտուտները։ Այսինքն մեր աչքի առաջ ծնկած տեղից Ադրբեջանը 20 տարի մենք տվեցինք իրան քարտ բլանշ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը հենց դրան էր միտված ստատուս քվոյի պահպանման արդյունքում հուսալ, որ ինչ որ մի փուլում միջազգային հանրությունը, այդ թվում նաև Ադրբեջանը կհամակերպվի Արցախի Ղարաբաղի կորստի հետ եւ ըստ էության այդ հակամարտությունը ի վերջո կավարտվի Հայաստանի հաղթանակով կամ Լեռնային Ղարաբաղի։ Բայց եղել է նաև ռուսական երաշխիք, չէ՞, որ ցույց են տա։ Ես մանրամասն ծանոթացել եմ նաև այդ
փաթեթներին։ Այո, մասնավորապես 2014 թվականից հետո զգացվում է կարմիր թելով ռուսական առաջարկությունները եւ ըստ էության Լավրովյան պլանը եւ այդ 5+2 շրջանների գաղափարը ըստ էության շրջանառության մեջ է դրվել եւ դրա ճարտարապետը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե մենք շատ պարզ, պրիմիտիվ ընկալման բացատրենք, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է հետեւյալը. Արցախի հանրապետության եւ նրա փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքը Արցախի բուն լղիմի վարչական տարածքը եւ այն 5 շրջանները, որոնք պատերազմի արդյունքում 7 շրջանները հայտնվել են Արցախի տիրապետման ներքո, բաժանել երկու մասի, վերադարձնել 5 շրջանները, Քարվաճառը, Ջաբրայիլը եւ մնացած այդ հայտի 5 շրջանները, Քարվաճառը եւ Լաչինը մնում էր հայկական կողմի տիրապետման ներքո, տեղակայվում են խաղապահ ուժեր, ըստ էության խաղապահ ուժեր ասվելով դա նկատի ուներ համենայն դեպս ռուսական խաղապահ կոնտինգենտը, եթե Ռուսաստանը առաջ էր մղում այդ գաղափարը, համենայն դեպս կամ իրենց զորքերը պետք է լինեն, կամ էլ իրենց համար հաճելի կամ լոյալ տրամադրված պետությունների խաղապահ մանդատ ունեցող զորքերը եւ կարճ ասած ռուսական ազդեցությունը պահպանվելու էր այդ տարածքում։ Ի վերջո, հա, ճիշտ եք ասում, չմոռանաք ձեր միտքը այդ։ Ես ես նաև հնդածս ուզում եմ հիշեցնել 2013 թվականը, երբ Հայաստանը հանուն Արցախի անվտանգության ուղիղ ենք ասում, չէ՞, իրերի մեկ գիշերվա մեջ մենք փոխեցինք եվրոինտեգրման գործընթաց։ Դա կապված է եղել, այո, Հայաստանի եւ Արցախի անվտանգային ապահովման։ Բայց ինչու դա չաշխատեց։ Ինչու դա չաշխատեց, որովհետև Ռուսաստանի պատկերացումները փոխվեց։ Շատ ճիշտ է նկատել, որովհետև Ռուսաստանի պատկերացումները Ռուսաստանը ինչ որ պահանջում էր, Հայաստանը արել է։ Չէ, Ռուսաստանի պատկերացումները աշխարհակաղակական գործընթացների դուք մի մոռացեք, որ 2013 թվականին հաջորդեց 2014 թվականը եւ ուկրաինական Մայդանում տեղի ունեցած գործընթացները ըստ էության արմատապես ստիպեցին Ռուսաստանին վերանայել իրենց աշխարհակաղակական պատկերացումները նաև մեր տարածաշրջանի նկատմամբ։ Ուշադրություն դարձեք, շատ կարևոր հարցի խփեցիք։ Ուշադրություն դարձեք 2013 թվականին, երբ որ մեկ գիշերվա մեջ Սերժ Սարգսյանին կանչեցին Մոսկվա եւ ստորագրել տվեցին Մաքսային միությանը անդամակցելու մասին համաձայնագիրը, 2014 թվականից սկսվեց պերմանենտ ադրբեջանական դիվերսիաները։ Հիշեք 2014-15 թվականներին գրեթե շաբաթ չկար, որ չարձանագրվեր ադրբեջանական դիվերսիա Արցախի հանրապետության եւ մեր Տաուշի, ինչու՞ չէ նաեւ Սյունիքի հատվածներում։